Այո արժանա մեր Աստվածը փառքերի օրհնյալ այրահարությունը եղբայրներ քրեր փառք Տիրոջը Սիրելիներ Տեր Հիսուսի անունով ես ուզում եմ Աստծո ողորմությամբ Աստծո խոսքից Հռոմեացիների թղթից հետևյալ տողերը պետք է ընթերցեմ մեզ բոլորիս համար Հռոմեացիների 5-րդ թղթում գլխում էսպես է գրված Բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ որ օրինակ նրան որ գալու էր բայց շնորհքն այնպես չէ ինչպես հանցանքը որովհետև եթե մեկի հանցանքովը շատերը մեռան ել որքան ավելի Աստծո պարգևը ու պարգևը մեկ մարդի Հիսուս Քրիստոսի շնորհքովն ավելացավ շատերի վրա Հիսուս Քրիստոսի անունով թող փառավոր եղբայրներ քուրեր ջան ասենք փառք Տիրոջ իրապես որ իրապես մեր Աստվածը քուրեր եղբայրներ ջան մեծ ողորմություն արել այսօր ինձ եւ քեզ համար չգիտեմ դու գիտակցում ես թե չէ բայց սա շատ կարեւոր պահ է այսօր որ ես ու դու կարողանանք գիտակցենք Տիրոջ բերած մեծ հաղթությունը քուրեր եղբայրներ ջան այստեղ շեշտեց սիրելներ որ ինչպես մեկ Ադամի միջոցով մարդու միջոցով մեղքը մտավ եւ մարդկանց տիրեց այսօր մարդկությունը բոլոր մեղքի ճշվատության տակ համայն աշխարհում տարապում է Մարմնական մարմնավոր մարդու պատճառով ինչպես Ադամը ստեղծվեց Աստված ստեղծեց պատկերացնում եք մարմնեղեն հողեղեն մարդը ինչ ազդեցություն ունեցավ այդ իր մեղ գործելով մարդկության վրա բայց փառք Տիրոջը որ Տիրոջ շնորհը եղբայրներ քուրեր ջան նոր Ադամը որ Հիսուս Քրիստոսի խորհուրդն է երկնային երկնքից իջած մեր Աստվածը մեր Տեր ու Փրկիչը իր ողորմությունը իր շնորհքը ավելին է եղբայրներ քուրեր ջան երբ որ շարունակությունը մենք կարդում ենք սիրելներ այսպես է գրված 20 համարում լավ կլինի ձեր տաներում ընթերցեք 5-րդ գլուխ 15 համարից մինչև 21 համարները շատ կարևոր մտքեր ասում քուրեր եղբայրներ այսպես գրված է բայց օրենքը մեջ ընկավ որ հանցանքը շատանա բայց ուր որ ավելի եղավ մեղքը այնտեղ ավելի եւս շատացավ շնորհքը որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռով այնպես է շնորհքը թագավորե արդարությունով հավիտենական կյանքի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով եղբայրներ քուրեր ջան թող Հիսուսի անունը փառավորվի այո մենք տեսնում ենք ինչպես Ադամի միջոցով մեղքը թագավորեց մենք տեսնում ենք որ նոր մարդի Հիսուս Քրիստոսի բերած շնորհքով այդ շնորհքը թագավորեց հաղթությունը եկավ բոլոր մարդկության վրա Եթե ողեղեն մարդը իշխանություն ուներ, այսպես ասած, մարդկության վրա մեղանչել տալ, ինչքան առավել այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի բերած շնորհքը, ավետան այսպես ամես սովորացնում, եղբայրներ քուրեր ջան, այսօր ընդունելության օրը եւ ժամը, երբ որ լսում ես Աստծո խոսքը, քո սիրտը մի խստացնի, բաց արա նրա առաջ։ Սա Աստծո խոսքն է, այսպես ասեմ, նոր Ադամի խորհուրդն է, եղբայրներ քուրեր ջան, որ մենք Չհապաղենք, երբ որ Աստծո խոսքը լսում ենք, դառնանք Տիրոջը, որովհետև մենք վաղվա օրը ոչ մեկս չգիտենք, անգամ այստեղից դուրս գալուց ենք ում գնալը մենք չգիտենք, մի վայրկյան հետո ինչ կպատահի մարդկության վրա, բայց Տերը գիտի։ Գիտեք, իսկ հին Ադամը այսպես ասեմ, քեզ ասում է, չէ, լա դեռ շուտ է, լա ժամանակ ունես, լա դեռ երիտասարդ ես, օրինակի համար ինչքան մարդիկ կան, ինչ շատ են հանդիպել նման մարդիկ, ձեզ հետ էլ հանդիպած կլեն Երբ որ մարդկանց վկայել ենք ասելա, այ աղբեր լանքան գործեր ունեմ կիսատ պրատ, լա պետք է աշխատեմ, տունը ստեղծեմ, մեքենա առնեմ, ամուսնանամ, խոպան գնամ եւ այլ, Սա Ադամի խոսքն է, քուրեր եղբայրներ, սա հին Ադամն է քեզ խապը։ Ասма դեռ ժամանակ ունես, լա դեռ երիտասարդ ես, համբերի մի քիչ կապրես, կյանքը ճակերտավոր կվայելես, երբ որ ծերանաս մեծ մարդիկ տեղն ատեղ, ժամանակ գնան այնտեղ նստեն անցկացնեն Իրանց մայր աղոթներ անեն, սա հին բնույթն է, քուրս ու եղբայրս, նոր Ադամն ասում է այսօր է ժամը ընդունելության, երբ որ լսում ես Աստծո ձայնը, քո սիրտը մի խստացնի, հիմիկ տեսեք ասում է այստեղ այս տողը կարդացի քուրեր եղբայրներ, այսպես ասեմ, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնպես ավելի շատացավ շնորհքը, այո հին Ադամը տեսոր, հին բնույթդ քեզ խաբում է, դες մեղքը գործել ես, այ աղբեր, այ քուրիկ ջան Քո մեջ խոսում է հին բնույթը, դու չես հասկանում,
օրինակի համար բամբասել ես, չարախոսել ես, գողացել ես, հիմի շատացրա մեղքերը, ավելի շատ մեղք գործի, որ Տիրոջ շնորհքը ավելի լինի, բա գրված չի ասում, որտեղ մեղքը շատ է, այնտեղ Տիրոջ շնորհը ավելի է, այդպես չի եղբայրներ քուրեր ջան, վերստին ծնված մարդու համար այդպես չի, սա մարդիկ թարս են հասկանում եւ այդպես այսօրվա գործը գցում են վաղվա օրվա համար, այսօր ընդունելության օրը, երբ որ մարդը գալիս է Քրիստոսին, երբ որ մարդը լսում ավետանի խոսքը եղբայրներ քուրեր ջան, ընդունում է Հիսուսին եւ իրան բացվում է իր մեղքի շատությունը, իր մեղքերի անիրավությունն է շատանում, ինքը տեսնում է Աստծո հոգով տեսնում է, որ ինչ մեղզալի վիճակ ունի մարդը, ինչ մեղավոր մարդ եմ ես, Պողոսն ասում է շելներ, ինձ խեժ մարդ եմ, ով ինձ կազատի այս վիճակից, նա տեսնում էր այդ մեղավոր բնույթ այդ իր ծանր վիճակը եւ ոչ մի ելք չկար, մեղքը շատացել էր, այդ ծանրության տակ էր, որտեղ որ շատացավ, այնտեղ Տիրոջ շնորհը հայտնվեց, քուրս ու եղբայրս, նրան է վերաբերվում, որ այսօր ես եւ դու, եթե ձանձրացել ենք արդեն, հոգնել ենք այս մեղքի իշխանությունից, ինչպես մեր նախահայր մայր Ադամն ու Եվան, հայրն ու մայրը ժառանգեցին, եւ այդ ծանրությունը մեր վրա տիրել է, այլևս էլ չենք կարողանում շարժվենք, Տիրոջ շնորհը այդտեղ ավելի է գործում, քեզ թվում է այլ փրկություն չկա, այլ ելք չկա, բայց կա, Տեր ասեց, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին, փառք Տիրոջը, խաչապայտի վրա ասեց, ամեն բան կատարվեցավ, պատկերացնում եք եղբայրներ քուրեր, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ, այդ ծանրությունը, այդ գերեզմանի քարը, չկարողացավ այդ ծանրությունը մեր Տիրոջ մարմինը պահել, այսօր սիրելիներ, եղբայրներ քուրեր ջան, սա մեծ խորհուրդ է, ինչքան ուզում է գերեզմանի գուբի մեջ եղնես, մեղքերի ճշմարտության տակ լինես, ինչ ծանրություն կա քո վրա, նոր մարդու առջևը, Սուրբ Հոգու առջևը, ոչ մի արգելք չկա, ոչ մի ծանրություն չկա, քեզ հարություն է տալու, ինչպես եղբայրներ հիշեցրեցին սիրելիներ, նա մատաղատունկի պես դուրս եկավ, ծարավոտ երկրում, Եսայի 53-ում եղբայրը հիշեցրեց, այսինքն որտեղ որ կյանք չկա, որտեղ որ ոչ մի շարժ չկա, ոչ մի ելք չկա, թվում է քեզ էլ հնարավորություն չունես, ես ասում եմ Հիսուսի անունով, ունես, եթե դառնաս Տիրոջը, եթե զղջաս, խոստովանվես, գաս Քրիստոսի ոտքերի առջև, այլևս էլ չեմ կարողանում, ինձ խաբել է իմ բնույթը, ինձ խաբել է իմ միտքը, ես կորսվում եմ, ելք չունեմ, Հիսուսն ասում է, ելք ունես, դարի ինձ, ապաշխարի, աղաղակ բարձրացրա, այսօր Աստված եկել է, որ կապյալներ արձակի, գերիներին ազատություն պարգևի, եթե կուզես, դարի Տիրոջը, Հիսուսի անունը փառավորվի, սրան է վերաբերում եղբայրներ քուրեր ջան, որտեղ որ մեղքը շատ եղավ, Տիրոջ շնորհը ավելի եղավ, Էթին մարդն այդպես մտածում, մեղք գործեմ, որ ավելի շատանա Տիրոջ շնորհքը ինձ վրա, ոչ, այլևս եթե դու Տիրոջ այրան գինն ես, Տիրոջ մոտ ես եկել, Տիրոջ ոտքերի առջև ես եկել, նոր մարդը չի մեղանչում, էլ դու չես կարող, որ ասում շունը չի գնա փսխացին եղբայրներ քուրեր ջան, երբ որ մենք արդեն լուսավորվել ենք Տեր Հիսուսի անունով, դարել ենք Քրիստոսին, նորից չենք գործի մեղքը, որ մեղք ավելի շատ, Տիրոջ շնորհք ավելի շատանա, թող Տերը զորացնի մեզ քուրեր եղբայրներ, որ իրապես մենք հասկանանք, այս խոսքն էլ ուզում եմ նույնիսկ հիշեցնեմ, չեմ երկարացնի, ինչպես կարդացի, բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը, Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, այսօր գիտեք քուրեր եղբայրներ, կարող է մարդ այսպես է մտածում, դե ես Ադամի պես չեմ մեղանչել, կամ այն մեկը գողություն արել, ես գողության պես չեմ արել, ես սուտ եմ խոսացել, բամբասել եմ, օրինակի համար, չէ՞ տարբեր մեղքեր գոյություն ունեն, այդ ձևի մարդկանց վրա էլ ազդել, քուրեր եղբայրներ, կապ չունի դու Ադամի պես ես մեղանչել, թե այն մեկի նման չես մեղանչել, մեղքը թագավորում է, մեղքը զորություն ունի, եղբայրներ քուրեր ջան, մեղքը զորություն ունի, այն մարդկանց վրա, ովքեր որ Քրիստոսի լույսով չեն լուսավորվել, ովքեր որ Քրիստոսին չեն եկել, բայց ով որ գալիս է Քրիստոսին, մեղքը եւ մահը իշխանություն չունի, որովհետև Քրիստոս հաղթել է։ Այսօր դու կարող ես մտածում ես դե ինձ օրինակի համար
մլակնակծե, քուրեր եղբայրներ ջան, կապ չունի քեզ մլակնակծել, թե կարիճնակծե կամ օծնախայթե, ստեղ զորությունը մարմնի մեջ չի, զորությունը թույնի մեջ է, այսօր շատ մարդիկ այդպես են մտածում, օրինակ մեր զինվորները, որ ծառայել են, լավ գիտեն, հատկապես Ղարաբաղից արա մալարիա ինչ-որ տենց բան կար, չէ մոծակներ կար, որ կծում էին, մեր Ղարաբաղի ժողովուրդն էր, մարդը անդամալույց էր դառնում, անգամ մածու բաներ էլ ունում, օծի խայթացնել ամա բերեմ, քուրեր եղբայրներ ջան, դու մի մտածի, որ ես Ադամի պես չեմ մեղանչե կամ Ադամի պես եմ մեղանչե, մեղքը մնում է մեղք, գրված է մեղքի վարձքը մահ է, վсё, դրանում էլ ելք չկա, հնարավորություն չունես դու պրծնելու, մի ճանապարհ կա, մի ելք կա, ինչպես մենք ներկայացնում ենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի բերած շնորհքն է, ու պատկերացնում ես քուրս ու եղբայրս, որ դու, ես արժանիքներ չունենք, չենք էլ ունեցե, հենց Տիրոջ սերը այդտեղ հայտնվեց, օրհնյալ է իր անունը, եւ ինքը մեզ հավիտենական սիրով սիրեց, ինքը իր ձեռքը երկարացրել այսօր կոչ անում ինձ եւ քեզ, եկեք ինձի, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, վերցրեք իմ լուծը, որ քաղցր է, իմ բեռը որ թեթև է, մի մերժի դու հրավեր այսօր, երբ որ լսում ես Աստծո ձայնը, քո սիրտը մի խստացնի, ինչ մեծ ուրախություն այսօր սաղ ամբողջ աշխարհը քուրեր եղբայրներ ջան, ասեմ ավելին, այսպիսի բան շատ հազվադեպ կա, ես իմ քանի տարի մի անգամ ա եղել կամ լինում է սիրելիներ, ամբողջ աշխարհը այսօր նույն օրն ա տոնում ես հարության տոնը, փառք Հիսուսին, այսօր բերեք, մենք ուրախանում ենք, բայց ավելի մեծ ուրախություն ա քուրեր եղբայրներ գրված ավետանում, երբ որ մի մեղավոր ինչ անեմ, դարձի ա գալիս, երկնքը մեծ խնջույք ա լինում, այսօր բերეთ ուրախությանը մասնակից եղի, մի մերժի դու հրավերը, դարի Հիսուս Քրիստոսին, թող Տիրոջ անունը փառավորվի, ես ում եմ ոտքի կանգնենք քուրեր եղբայրներ, չերկարացնեմ, սրտան ծաղաղակ բարձրացրավ Տիրոջը, աչ ու ձախ մի նայի քուրս ու եղբայրս, դու նայի քո սրտին, դու նայի քո վիճակին, քո մեղքերի ճնշվածությունը, որ քեզ ճնշել է, քո հին բնույթ Ադամն ասում այլևս քեզ փրկություն չկա, դու դատապարտված ես ծմա մահվան, Հիսուսն ասում է, կա ելք, ճանապարհը ես եմ, եկեք ինձի, դարի խոստովանվի աղաղակի, կոկորդալից գոչի Տիրոջ